Անցնող մի քանի շաբաթները խոսեցանք մանուկներու գրթության մասին, դաստիարակության մասին եւ այսօր պիտի անցնենք չափահասներու գրթության կամ թե դաստիարակության մասին, որովհետեւ Աստծո խոսքը գսե մեկը որ Քրիստոսի մեջ է պետք է աճի երկրորդ Պետրոս 3:18 գսե հաբա աճեցեք մեր Տեր ու Փրկին Հիսուս Քրիստոսին շնորհքովը եւ գիտությունովը անոր փառք հիմա եւ մինչեւ հավիտյան աճեցեք Քրիստոսին շնորհքովը ու գիտությունովը եւ ինչ բանն է որ մեզի պիտի աճեցնե անոր պատասխանը գտնենք առաջին Պետրոս 2:2-ի մեջ գսե նորածին մանուկներու պես փանական եւ անխարտախ գատին փապակեցեք որբեսի անով մեծնակ մինչեւ փրկություն եւ ինչ է այս անխարտախ գաթը եթե ոչ Աստծո խոսքը եւ այսօր պիտի նայենք թե ինչ են Սուրբ Գրային սկզբունքները հավատացյալին դաստիարակության նախ խոսենք թե ուր պետք է հավատացյալը դաստիարակվի ուր է դերը դաստիարակության երկրորդ Տիմոթեոս 3:10 Երկրորդ Տիմոթեոս 3:14-15 Սակայն թուն հաստատուն կեցիր այն բաներու մեջ որոնք սորվեցար որոնց հավատացիր վասնզի գիտես թե որ մեզ սորված ես նաև քու մանկութենետ իվեր Սուրբ Գիրքերը գիտես որոնք կրնան իմաստուն ունել քեզ փրկվելու Քրիստոս Հիսուսին վրա եղած հավատքովը հոս շատ հստակ կնե որ քրիստոնյամը որ հավատքի մեջ պիտի քալե անոր ցանկի մեջը հաստատ մնալու համար հավատացյալը պետք ունի որ դերմը երթա ուր գրնա անդերեն զորություն առնել եւ աջիլ եւ այնտեղը նոր գդագարանի մեջը կգոչվի եկեղեցի եթե պիտի աջինք մենք պետք ունենք եկեղեցին որովհետեւ եկեղեցին ինքնին Քրիստոսի մարմինն է եւ Քրիստոսի մարմինի մեջ է որ մենք Քրիստոսի նման կրնանք ըլլալ սորվիլ Քրիստոսի նման ըլլալ որովհետեւ գսե շնորհքով իմաստությամբ պետք է աջինք հավատքի մեջ եթե նայենք մեծ Great Commission paragmornam der Հիսուս որ դվավ իր երկինք համբարնալեն առաջ մեծ պատվիրանը չէ այլ մեծ բարդականությունս եմ մի մագիմակ ինչ որ վերջը միտքս կա թե paragսեմ գգարտանք Հիսուսի վերջին խոսքերը Մատթեոս 28:18-20-ի մեջ Հիսուսը ասավ իր աշակերտներուն ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկինքի ու երկրի մեջ ուրեմն քացեք բոլոր ասկերը աշակերտեցեք մգրդեցեք սանոնք հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո սորվեցուցեք անոնց այն բոլոր բաները բահեն ինչ որ ես ցեզի պատվիրեցի ամեն օր ես ցեզի հետ եմ մինչեւ աշխարհիս վերջը հոս Հիսուսի պատվիրանեն կհասկնանք որ Հիսուսը ինքն է ամենամեծ ուսուցիչը եւ երբ որ եկեղեցի մասին խոսենք ուրիշ համարի մեջ կսե Հիսուսը գլուխն է եկեղեցին եւ եթե ավադացյալը պիտի աճի Քրիստոսի մեջ պետք է եկեղեցիմը ունենա որու մեջ կրնա ինքը աճիլ եւ հոնդերը գա ինչպես 19-րդ համարը սավ սորվեցնել ուրեմն կացեք բոլոր ասկերը աշակերտեցեք այսինքն սորվեցուցեք ուրեմն աշակերտներուն բադվեր դվավ որ այդ սորվեցնելու դաստիարակելու գործը կատարեն եւ անգեվերջը անոնք որոնք փրկվեին պիտի մգրդեցեք սանոնք հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո
ով որ խոսքին ավետա հավատքը լսելն է եւ լսել Աստծո խոսքեն գսե Ռոմայացի մեջը ուրեմն երբ որ մեկը հավատքի կա կմգրդվի եւ անգե վերջը 20-րդ համարի մեջ կշարունակե գսե սորվեցուցեք անոնց որ այն բոլոր բաները բահեն ինչ որ ես ցեզի բադվիրեցի ուրեմն սորվիլը շատ լավ բան է բայց եթե չենք բահեր այսինքն կորզնականի չենք տներ օգուտը չունենար եթե այս կորձը որ Հիսուսը սկսավ իր աշխարհ կալովը Փրկության ավետարանը մեզի դվավ եւ այս փրկության ավետարանը եթե պիտի դարածվի շարունակվի կորձ մգա սորվեցնել մգրդել եւ սորվեցնել որ բահեն այն ինչ որ մեր ցերկերու մեջն է այսօր ավետարանները որ աշակերտներու միջոցով մեզի ասավ որոնք սորվեցան իրենց այս գիտելիքները Հիսուսեն եւ գտեսնեք շարքը եւ ինչպես կարևոր է որ հավատացյալը եկեղեցի մեջ աճի եւ մեծնա եւ Հիսուս երբ որ այս պատվիրանները ասվերչին պատվիրանը դվավ հյով բարմնե Պերանանից ծարն է պատճելեր գոր երբ որ այս հանցնարարությունը այս հանցնարարությունը ռավիր աշակերտներուն հոն կդեսնենք որ կորցկարակելոցի մեջը աշակերտները հավադարմապար այս կորձը գադարեցին դաստիարակեցին եկեղեցին 22-ին 40-ի մեջ երկրորդ գլխում կդեսնենք Պետրոս ինչպես ամեն դեղ որ գերտար փրկության ավետարանին լուրը կքարոզեր եւ կսորվեցներ ամենուն եւ անոնք որ այդ խոսքերը ընդունեցին մգրդվեցան կսե վերջավորության եկեղեցին վրա ավելցան 41-րդ համար եւ 47-րդ համար գսե անոնք որոնք սրդանց ընդունեցին անոր խոսքերը մգրդվեցան այն օրը 3000 հոգի չափ ավելցան սրդանց ընդունեցին մգրդվեցան գսե եկեղեցին վրա 3000 հոգի մեկ օրվա մեջ ավելցավ ինչ լավ հետո 47-ի մեջ կշարունակի գսե Աստված գործնեին ու բոլոր ժողովրդին արչև շնորհ կգտնեին դերը օրեօր փրկվածները գավելցներ եկեղեցին ինչ էր պատճառը այս փրկվածներուն ավելնալուն որովհետև աշակերտները հավադարմապար գսորվեցնեին մարդոց ավետարանին բարի լուրը եւ թե ինչպես ապրիլ Քրիստոսի համար 43-րդ համարի մեջ երկրորդ գլխուն հոն քախնիկը կտեսնենք այս եկեղեցին արագ աճման եւ զորացման մասին որ գսե անոնք որոնք սրդանց ընդունեցին այն խոսքերը մգրդվեցան հետո գսե միշտ արաքյալներուն վարդապետության միապանության հաց կդրելու եւ աղոթելու յետևե էին Այս 4 բաները շատ կարևոր են եկեղեցին համար եւ առաջինը որ հոն ցանգին վրա գա գսե միշտ արաքյալներուն վարդապետության յետևեն էին այսինքն ճշմարիտ վարդապետությունը սորվելու յետևեն էին ամեն օր գահավաքվեին եւ կսորվեին Աստուծո խոսքը մենք շաբաթը երկու անգամ գնենք երբեմն գողնիկ ասենք շատ եղավ ասե ամեն օր կհավաքվեին եւ արաքյալներուն ուսուցմունքը կստանային ինչ լավ բան եւ երևակայեցեք մենք չորեքշաբթի օրերը կամ գիրագի օրերը այսքան գործնվենք եթե ամեն օր գարենայինք այսպես հավաքվել եւ միասին սերդել Աստծո խոսքը որքան ավելի պիտի աճենք եւ մեծնայինք եւ օրտնված պիտի լայնք անշուշտ մեր բարակաները չի ներեր, բայց ոչ մեկ բան գրնա մեզի գեցնել մի քանի օքիներով հավաքվելու իրարու հետ եւ Աստծո խոսքը սերդելու պայման չէ որ եկեղեցի հավաքվենք կամ թե այսպիսի մեծ խումբով միանանք, որովհետեւ մինչեւ այնադեմ որ ուսուցիչ մգա, սորվեցնող մգա եւ սորվիլ ուզողը գա գրնան այս մեկը անել Շատ լավ կորցկարակելոց
11:26-ի մեջ նորեն կշարունակվի այս օրինակը առաջին տարու եկեղեցին որքան զորավոր էր եւ ինչ էին պատճառները իրենց զորավորը լալուն Քորձ Կարաքելոց 11:26-ի մեջ կխոսի Բողոսի եւ Փարնապասի մասին գսե անոնք լման դարիմը եկեղեցին հետ մեկտեղ հավաքվելով շատ ժողովրդի սորվեցուցին մեկ դարի գսե ժողովրդին սորվեցուցին մեկտեղ հավաքվելով շատ ժողովրդի սորվեցուցին երբեմն մենք կհոգնենք ասենք քիչ մթաթար ասենք մեկ տարի շարունակ սերդողություն սորվեցնել եւ այսպեսով եկեղեցին օրեօր գզորանար եւ հարաճ գերտար եւ այս կորձը սորվեցնելու կորձը աստուծո գարկաճությունն է աստուծո գարկն է եկեղեցի մեջ կգարտանք առաջին Կորինթացիս 14-12-ի մեջ առաջին Կորինթացիս 14-12 կսեն նույնպես դուք որովհետև հոգևոր բարգևներու նախանցախնդիր եք եկեղեցին շինության համար խնդրեցեք որ ավելնակ նույն բարգևներով այս համարը մեզի գուզե ասել որ այս բարգևները դերոճմեն գուքան եւ գսե ասիկա եկեղեցին շինության համար է հիմա ոմակ պիտի ասեմ որ ես այդ բարգևը չունիմ ցեզի ասեմ երբ որ աստուծո խոսքը ամեն օր կսերդես ամեն օր անոր մեջ կխորանաս բնականաբար այդ բարգևը պիտի ստանաս անշուշտ ամեն մարդ նույն դաղանտները չունի կամ ասենք ուսուցություն ունելու բանը չունի բայց մեր բարականերու մեջ մեր կարողություններով ամենքս ալ գրնանք մեր քիծածները մեր սորվածները ուրիշներուն փոխանցել ոչ մեկ բան մեզի գրնա գեցնել աստուծո խոսքը բաժնեցելու ուրիշներուն հետ դիդրոսներ պետք չունենք որ մարդոց աստուծո խոսքը դարածենք աստուծո խոսքը իրենց հետ բաժնեցինք առաջին բայ հոս կարևոր ուրիշ բանալ որ կուզեմ հիշել ինչ է կարևորությունը սորվեցնելու որբեսի գսե եկեղեցին շինության համար եթե գուզենք մեր եկեղեցիները զորավոր լան այս սորվեցնելու բարդականության մեջ չենք կրնար թերանալ առաջին Դիմեթրիոս 3:15 մեզի կխոսի սույներուն մասին հիմքերուն մասին որում վրա պետք է Քրիստոսի եկեղեցին հիմնվի եւ հաստատվի առաջին Դիմեթրիոս 3:15 կսե որբես եթե ուշանամ գիտնաս թե ինչպես պետք է աստուծո դանը մեջ բերդիս որ գենթանի աստուծո եկեղեցին է ճշմարտության սույնը ու հաստատությունը ուրեմն Քրիստոսի եկեղեցին հիմնված է ճշմարտության վրա ինչ է ճշմարտությունը Հիսուս ինքն ասավ ես եմ ճշմարտությունը եւ Քրիստոսի վրա հիմնված եկեղեցին չի գնար թյուրին փլիլ որովհետեւ հաստատ հիմի վրա է եւ Հիսուս այդ հիմն է այսօր ցավալի է ասել որ շատ ուրիշ ծևեր ստեղծված են սորվեցնելու որոնք գրնան վտանգավոր լալ եւ ասկի առաջ ցեզի խոսած եմ ասոնց մասին թե ինչպես այսօր online շատ բաներ կան որ մարդիկ առանց զադորոշելու գլսեն մտիկ կնեն եւ գնթունին նույնիսկ մեր եկեցի մեջ շատ անգամ անցիկ
կտեսնեմ, կլսեմ, որ բաներ մտիկ կնեն, որ սուրբ քրային չեն նույնիսկ, եւ ասիգա շատ վտանգավոր բան մնե։ Եթե եկեղեցին բամը չի փխիր, ադիգա նախ պետք է Աստծո խոսքին այդ փախտadvi դեսնելու թե ճշմարիտ է, բայց փուն գետրոնը սորվելու եկեղեցին է։ Եվ եթե գտնես եկեղեցիմը, որ ճշմարտությունը կսորվեցնե, հիմնաբաշտ եկեղեցի մնե, անդեղեն միզադվիր։ Անդեղը կուդեղը դե եւ հոն կնա միան թե սկուշ եղիր որ երբ որ հիմնաբաշտ եկեղեցի մերտաս ոնդեղը հետը դուրսեն ոչ հիմնաբաշտ կապարներ միտքեր չդանիս եւ փորձես բարդատրել անոնք այն եկեղեցին վրա։ Եթե չես համաձայնիր այդ եկեղեցին բարդաբերության դերևս հոմբետ չէ ելաս եւ կամ դերը թող քեզի աղոթեր դերը քեզի համոզե այդ բարդաբերության մասին որ գկարոզվի եւ գուսամ որ ինչ որ ուր որ գերտաս այն եկեղեցին որ գերտաս ինքնին հիմնաբաշտ ճշմարտության վրա հիմնված եկեղեցին է երկրորդ Տիմոթեոս 3:6 գսե Բասնզի անոնցմե ոմանք դուներեն ներս կմտնեն ու քերի գնեն մեղքով բեռնավորված դգարամիտ գիները զանազան ցանկությունները վարված ասի սուտ ուսուցիչներու մասին կխոսի որ այսօր այդ սուտ ուսուցիչները շատ ավելի թյուրին են դուներեն ներս մտնել ինտերնետի պատճառով եւ ամեն տեղ կմտնեն եւ կնան շատ թյուրությամբ հավատք խապալել մարդու որ փորձե ճշմարտություն գտնել կնա շատ թյուրությամբ դավալիլ եւ երթալ վասն ժամանակ պիտի կա որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն հաբա հաջելի բաներ լսելու մարմանչով իրենց ցանկություններուն այմատ վարդապետություններ պիտի թիզեն իրենց այսօր գտեսնենք ասոնց օրինակները շատ տեղեր Տեքսասի մեջ գտնվող այդ մեծ եկեղեցին որուն անունը չեմ ուզեր դալիմա բայց շատ վստահ եմ գիտեք որ մասին խոսիմ թաշտը ունին եւ թաշտը բոլորով ինգլեցվի բայց ցավալինն է որ ճշմարիտ վարդապետության վրա հիմնված չէ եւ ինչպես որ ամառը գարտացինք հիմնված է սխալ բաներու վրա երկրորդ Հովաննու 10-րդ համարն ալ գսե եթե մեկը ցեզի կա ու այս վարդապետությունը չփերե զանիգա դուներնիդ մի ընդունիկ եւ անոր բարեր միդակ ասենք վաու ասինչ գարձեր խոսք է ես չեմ խոսիր ասի Հովաննես Արաքյալը գրե Աստծո սուրբ ոգին մված սկուշելանք թե ինչ բաներու դեր գուտանք մեր յանքերենես եւ ամենը աբավը videla եկեղեցին մեջ մեր ուսուցմունքը տաստիարակությունը ստանանք հաջորդ բաժինը տաստիարակության հավատացյալներու տաստիարակության գաբունի որ ինչպես կրնան իրենց տաստիարակությունը գարնեն կամ ինչ բաներու միջոցով եւ այստեղ մի քանի դարբեր ծևեր կան որ ծեր ուշադրության կգնամ հարցնել ասի եկեղեցի մեջ բայց եկեղեցին հետ կապված զուգահեռ կգնան երթալ եւ նույն կորձը գադարել միան թե վերջավորության պետք է այս բոլոր բաները ըլլան եկեղեցին շինության համար եթե եկեղեցին շինության համար չէ ասել է թե սխալ բան մգա եթե արդյունքը եկեղեցին շինություն չի բերեր ասել է թե սխալ քայլը առնված է դերմը սխալ դեղը սխալ բանը մտած է եւ ադիգա գրնա ամեն բան խանգարել գարկը բաներ որ գսորվինք ուղագի աստուծմե կստանանք երբ որ աստծո հետ ժամանակ կանցնենք երբ որ աստծո խոսքը կգարտանք աստված մեզի իր սիրուն մեջ ինքը անցամբ կտաստիարակե առաջին Թեսաղոնիկեցիս 4:9
Բայց եղբայրասիրության մասին պետք չէ ցեզի փանկրել, վասնզի ցուկ Աստուծմե սորված եք մեգզմեկ սիրել։ Աստուծո սերը մեզի գստիբե զիրար սիրել։ Զիրար սիրելը մեգը մեզի պետք չունի սորվեցնելու։ Աստուծո սիրի մեջ որ մեգը գաբրի, այդ անձը բնականաբար գստիբի կամ գսորվի սիրել իր եղբայրները։ Նայեցեք առաջին Հովանու 3:14-15 ինչ կսե ասոր մասին։ Մենք գիտենք թե մահեն կյանքի փոխվեցանք, վասնզի եղբայրները գսիրենք։ Ան որ աշխարհը չի սիրեր, մահվան մեջ կմնա։ Ամեն ով որ եղբայրը գադե, մարդասպան է։ Գիտեք թե ամեն մարդասպան իր մեջ հավդենական կյանք չունի։ Ինչպես սորվեցանք կսե եղբայրասիրությունը, մենք գիտենք կսե որովհետև մահին կյանքի փոխվեցանք, վասնզի եղբայրները կսիրենք։ Եվ փաստը գսե մահին կյանքի փոխվելու այն է որ եղբայրները կսիրենք։ Երբ որ մեկը փրկված է Քրիստոսի արինով եւ գահասկնա Աստուծո սերը որ իրեն հանդեպ գա գստիբվի սիրել նաեւ իր եղբայրը եւ քույրը։ Okay, հաջորդ համարը Տիտոս 2:11-12 Սեքանզի Աստուծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ ան մեզ գխրադե որբեսի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ ըսկաստությունով արդարությունով ու բարեպաշտությունով ապրինք այս աշխարհի մեջ։ Նորեն այս համարն ալ գսե Աստուծո փրկարար շնորհքը մեզի գուղե գարաչնորթե շիդակ արդար կյանք ապրելու եւ ասիգալ Աստուծո ուղությունն է որ մեզի գուքա Սուրբ Հոգի միջոցով որ մեր մեջը գփնագի։ Ուրիշ ցեմը որ Աստված կկործածե մեր կյանքերում մեջ մեզի թաստիարակելու, աջեցնելու, անալ փնությունը կկործածե, փնությունը որուն մեջ մենք կփնագինք, որ Աստված ինքը ստեղծած է, փնության պատկերներեն մեզի թասեր կսորվեցնե։ Օրինակ համար, ճուրի բարակային, ճուրը ուր որ երթա կմաքրե, եւ ճուրը որ կներկայացնե Սուրբ Հոգին Աստուծո խոսքը, որ Սուրբ Հոգին կկործածե, գրնա մեզի մաքրել ամեն ինչ բանի որ թփչի։ Ասորբես շատ ուրիշ բաներ, որ բնության մեջ կան, երբ կխորինք անոնց մասին, անոնցմե թասեր գարնենք եւ գրնանք մենք թաստիարակվել հոգեվոր կյանքի մեջ եւ հարաճ երթալ։ Անշուշտ քիչաճսի Աստված մեզի գարաչնորթե եւ Աստուծո կործածած ծևը այն է որ Աստուծո խոսքը երբ մենք կսերդենք հոնդերեն մեզի միտքեր գուտա եւ ուղություններ գուտա եւ մենք պետք ունենք որ ամենադեն Աստուծո խոսքը անցամբ սերդենք չանագսեք ու անցդ ընդիր ցուցնելու Աստուծո արչեւ այնպիսի բանվոր մլալով որ պիտի չամճնա ճշմարտության խոսքը շիդակ բացադրելով երբ որ գխոսի Կորսկարակելոցի մեջ ճիշտ եկեցին չեմ իշեր անունը Պողոս Արաքյալը որ գնաց այնտեղ սորվեցնելու այդ տեղի հավատացյալները գսե քացին քիրքերում մեջ հետաբնթելու թե արդյոք Պողոս Արաքյալի նսածները կհամապատասխանին Աստուծո խոսքին եւ հոստեղը շատ հստակ կլա որ մենք ալ այդ բարդականությունը ունենք հաստատելու ամեն բան որ գսորվինք եւ ադիգա մեզ մեգախյալ է որ ժամանակ անցնենք Աստուծո խոսքի մեջ մենք մեզի ավելի հարաճ տանելու այն բաները որ գսորվինք հիմա այս այստեղը չաթին մեջը համարները գտնեմ գուսամ բարավիչենք տներ նորանալ ժամանակ կուտա որ
հետո բոլորը ChatGPT-ով կամ AI-ով ամենը քրված WhatsApp գրուպի մեջ տնե։ Գուսամ որ վերջի գերտանք այս բոլորը սազներս նորեն վրայում գանցնենք, որբեսի մեր մտքերում մեջ հաստատվին։ Համարը ինչը սա մեզի 15-րդ համարը, որբեսի գարնաս սկսե ճշմարտության խոսքը շիտակ բացադրել։ Եթե բամը հստակ չէ քեզի համար այսօր, հուսամ այս սեդոթենը մեջ պիտի հարցնես ինձի, եթե անալ չի բավեր, երթալ նորեն համարները գարտալ, նորեն վերա մտածել ադոր մասին, խոգալ այդ խոսքին վրա, եթե պետք է աղոթել, դերոճմի ուղղություն խնդրել, առաջնորդություն խնդրել, որ ինչ որ գարտանք, ինչ որ գսորվինք, բոլորը հասկանանք եւ մեզի համար հասկանալի եւ կորձնական դառնան ընդունելի վիճակի մեջ։ Անշուշտ եկեղեցին գողքին դունը գա, որ դունը մեծ կորձ ունի մեր կյանքերեն ներս, եթե ընդանյոք եկեղեցին մարմինը կգազմենք, այս մեկը շատ ավելի գթյուրնա, որովհետև ընտանիքի անդամները ամենը նույն ուղղությունը ունին եւ նույն տաստիարակությունը կստանան եւ ինչպես մանուկները գրթելու ժամանակ խոսեցանք հորը բարդականությունը, որ ընտանիքին հոգևոր առաջնորդն է հայրը, Սուրբ Գիրքը մեզի այդ ուղղությունը կտա համարներն ալբերինք, շատ ավելի թյուրին կդառնա հորը կյանքը եւ անշուշտ եկեղեցին եւ ընտանիքը միասին ցերկի դված Քրիստոսի մարմինը գզորացնեն։ Եվ եթե գիշեք ասի, եթե ընտանիքը զորավոր է, եկեղեցին ալ զորավոր է։ Եթե ընտանիքը քայքայված է, եկեղեցին ալ գքայքայվի։ Ասոնք բոլորը իրարու հետ կերտան։ Արագած 6:20 որտյագիմ քու հորդ պատվիրանքը բայ է եւ քու մորդ օրենքը մի մերժեր։ Հայրեր մեծ գործ ունենք, նորեն կգրտնեմ մեր դանը մեջ։ Անգե անտին առաջին Կորինթացիսի մեջ գիներուն բադբեր գուդա առաջին Կորինթացիս 14:35 կսե բայց եթե փան սորվիլ գուզեն անոնք իրենց այրերուն թողարցնեն բասնզի գիներուն անվայել է եկեղեցի մեջ խոսիլ այրեր ամուսիններ գործունիկ որ ծեր գիներուն առաջնորդը լա հոգևորաբես եթե ցերգիները ցեզմե ավելի գիտեն Սուրբ Գիրքը ամոթ ցեզի եւ ցեզի կքաչալերեմ եւ կխրադեմ որ փորձեք հասնել դեմը որ դուք ցերգիներեն ավելի գիտցողլակ որբեսի դերոջը սահմանած գարկը ցեր դուներու մեջ հաստատվի եւ ալ ավելի գայուն դուներ դառնաք Եվ վերջին բանը, որ վերջինը չէ, 5-րդ ցևը, որ Աստված կկործածե մեզի տաստիարակելու, անալ կկործածե հավատացյալներ, որ մեր շուրջը կգտնվին։ Կողոսացիս 3:16 Կողոսացիս 3:16 Կսե Քրիստոսին խոսքը ցեր մեջ բնագի արադաբես ամեն իմաստությունով իրարու սորվեցնելու ու խրադելու սաղմոսներով եւ օրհնություններով ու հոգևոր երգերով ծեր սրդերու մեջ շնորհքով Աստված օրհնելու հոս կգտեսնենք որ հավատացյալներ պետք է օգտակարը լան իրարու սորվեցնեն զիրար եւ իմ սիրած մասս հոստեղը բաժին ունի նույնիսկ է սաղմոսներով եւ օրհնություններով իրարու սորվեցնել երգերով ծեր սրդերու մեջ շնորհքով Աստված օրհնելու երգերն ալ բաժին ունին սորվեցնելու մեջ երբ որ երգենք այդ երգերը որ հոգևոր երգեր են մեզի գոկնեն որ անդեղեն տասեր սորվինք իմ բարակայից ինձի շատ գոկնեն ամեն օր կնորոքեն Աստծո խոսքի մեջս երբ մտիկ կնեմ ինձի համար նորոգություն է օրեօր
եւ ադիգա ինձի մեծ օգտակարություն ունենա, որ երբ որ քեշպամը բադայի իրար չանցնիմ, երբ որ ջնշումի դագեմ, չհոգնիմ, չթուննամ, խոնդե խրադականները գուքան երկերում մեջ, որ Աստծո խոսքեն են անշուշտ, եւ այդպեսով միշտ ուրախությունով իմ ճամփորդությունս կշարունակեմ։ Երբեմն կմտածեմ, թե արդյոք անորմալ բան ունիմ, որ չեմ նեղվիր, բայց հետո միտքս որ Աստծո խոսքն է ինձ չի ցկեր որ նեղվիմ, որովհետև Աստծո խոստումները կան ինձ համար եւ միտքս անոնք որ կա ես կնամ շարունակել ուրախ վիճակի մեջ մնալ, որովհետև ինչ կսե ուրախ եղեք Տերոջմով ամենադեն։ Ուրախությունը բադվիրան մնե։ Ասել է թե մեզ մեգախյալ է ուրախը լալը։ Չի դարվիլ ամեն բզդիկ նեղութենե, չի նեղվիլ, չի փարգանալ դերոջը բադվիրաններում մեջ մնալով մենք կրնանք միշտ ուրախ լալ, որովհետև մեր շուրջը բադազները չեն որ մեզի ուրախություն կտան, այլ դերոջը ներկայությունը որ մեր մեջը գաբրի, անիգա է որ մեզի ուրախ կբահե իր խոստումներով մեկտեղ։ Շարունակենք Եբրայեցիսի մեջ կգարտանք, Եբրայեցիս 10:25 Եբրայեցիս 10:25 կսե եւ մեկտեղ հավաքվելը չթողունք, իմ ամենասիրած համարներս մեկը, ինչպես ոմանք սովորություն ունին, հաբա մեգզմեկ հորթորենք ու այնչափ ավելի որ չափ այն օրվան մոդենալը կդեսնեք անցնող ամիսներ մեջ կհիշեք այս հորթորելու մասին պատկամը դվիցեզի այսօր հորթորողներ պետք ունենք որովհետև աշխարհը ամեն գոմեն մեզի գջնշե կնեղացնե քաոսային վիճակը անգայունությունը մեզի շատ թյուրությամբ կրնա հուսահատեցնել մեր վրա հուսահատություն կալ, բայց Աստծո խոսքով երբ իրարու գործորենք, իրարու քաչալերենք հավատքի մեջ մենք կզորանանք եւ կմեծնանք։ Եվ ասիգա մեկ բան ինձի գսե թե որքան կարևոր է մենք հավատարմաբար ներկա գտնվենք բոլոր հանդիպումներու մեջ, որ եղբայրներ քույրեր իրարու հետ կավակվին թաստիարակվելու, հորթորելու, իրարու սորվեցնելու, քաչալերելու եւ իրարու հետ մեծնալու Քրիստոսի ընտանիքի մեջ, որ է եկեղեցին։ Երբ որ գխոսեինք մանուկներ գրտելու մասին, վստահ եմ շատերը դասիկ մենք անցեր ենք անդեղեն, բեչունինք, հիմա ցեզի կորց պիտի դամ, նոր կորց։ Անոնք որ կսեն թե մենք ալ կորձերնից վերջացուցել ենք։ Երկրորդ Դիդոս երկրորդ գլուխ 3:5 Դագավին կորձ ունենք։ Մինչև վերջին շունչերնից կորձ ունենք։ Նույնպես ալ բարավներուն այնպիսի վարմունք ունենալ, ինչպես գվայլե սրբության, ոչ փանսարգու լալ, ոչ կինեմոլ, հաբա բարի խրատ դվող, որ խրադեն նորահասակ կիները, որբեսի այրերնին եւ զավակնին սիրեն, խրադեն նորահասակ կիները, որբեսի այրերնին ու զավակնին սիրեն, խոհեմ, ողջախող, դնաշեն, բարեկորձ, իրենց այրերուն նազանդ, որ չլա թե Աստուծո խոսքին հայոյվի։ Ավասիկ քույրեր, որ կորձենիդ վերջացած կնկատեիք, նայեցեք ինչ կորձ ունի կնելի։ Այսօր օրինակ ինձ համար Ադրինե քույր Բազիկյաններ, որ ամեն անգամ որ Պերանը փանար շնորհալի խոսքեր դուրս կելեին եւ կախորժեիր իրեն մդի գնել են եւ միշտ այսպես իր հարաճած տարիքին մեջ մինչեւ 90 չեմ բավական 100-ի մոտ կարծեմ մահացավ այսպիսի խրատներով խոսքերով կխրադեր քույրերը եւ իրենց կթաստիարակեր հոգեվոր կյանքի մեջ ապրելու
Աստուծո հաճելի կյանքը ինչպես այս համարը մեզի սավ 5-րդ համարը գսե Աստուծո որբեսի չլա թե Աստուծո խոսքին հայոյվի այսինքն քայթաղություն չլա քայթաղություն չփերենք եկեղեցին Աստուծո եկեղեցին վրա որ մենք կգազմենք եւ վերջին տասնյարագությունը որ բոլորս ալ միշտ կգարձենք որ միան ասե հովիվներն են երբ որ տասնյարագության մասին խոսենք միտքերնից կուքա հովիվները այո Աստված դրավ հովիվները առաջին Կորինթացիս 12:28 Եվ Աստված եկեղեցի մեջ դրավ մեկ քանիները նախ առաքյալներ, երկրորդ մարգարեներ, երրորդ վարդապետներ, ետգրաչներ կորձողներ, ետքը բժշկելու բարգև ունեցողներ, օգնողներ, կառավարողներ, լեզուներ խոսողներ Ոսկ կգարտանք վարդապետության մասին, կսե Աստված դրավ այս բաները, կարգերը, այս բարգևները դվավ, որբեսի Աստուծո եկեղեցին կարենա աճիլ եւ մեծնալ։ Եփեսացիսի մեջ նորեն ուրիշ տարբեր պաշտոններ գիշեցին թե Աստված տվավ ասոնք բոլոր ինքը հրավ Եփեսացիս 4:11 կսե եւ ինք մեկ քանին տվավ առաքյալները լալու եւ մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ եւ վարդապետներ։ Հոստեղը հովիվ բառնալ գիչվի, որ հոգեվոր առաջնորդ մնե եւ ասիգա Աստուծո կարգառությունն է եւ համար մնալ գսե սկուշ եղեք գսե շատ մի փափակիկ այսպիսի պաշտոններ վեր առնել որովհետև շատ բարդագան պիտի լակ գսե եւ ադոր համար Սուրբ Գիրքը մեզի կանոններ եւ պահանջներ գտնե թե որոնք գրնան այս պաշտոնները դանիլ երկրորդ Տիմոթեոս առաջին Տիմոթեոս 3:2 կսե ուստի եպիսկոպոսը պետք է անարադլա մեկ կնոջ այր սկաստ խոհեմ բարգեշտ հյուրասեր սորվեցնելու համար անշուշտ եպիսկոպոսը գաբունի հովական պաշտոնին հետ այնադեն եպիսկոպոս բարը կորձածվեր այսօր չեն կորձածեր երկրորդ Տիմոթեոս 2:24 ուրիշ հատկությունները կուտա այս անձերում որ հովիվներ ու թերը գրնան Դանիել գսե Տերոջը ծարան պետք չէ գրվի հաբա հեզահոգի լա ամենուն սորվեցնող ող չբահող սա մշակությունների կայտ բարերում որ կապված է սորվեցնելու հետ Տերոջը ծարան ինչպիսի մեկը պետք է լա որտեղ կարևոր են այս բոլորը եւ վերջինը Տիտոս 1:9 կսե հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը որբեսի կարող լա ողջամիտ վարդապետությունով հորդորել եւ հագարակ կեցողները հանդիմանել այսինքն հովիվը ինքնին պետք է լավ խորացած լա ողջամիտ վարդապետության մեջ որբեսի կարենա ուրիշներուն խրադել սորվեցնել հանդիմանել ինչ որ պետք է եկեղեցին շինությանը համար Եվ այստեղ պիտի գնամ, բայց մեկ բան կստականա այստեղը այս համարներում մեջ, այս խոսքերում մեջ, որ այսօր սերդեցինք ամենքս ալ աճելու դեղ ունենք, սորվելիք ունենք եւ նույնադեն սորվեցնելու կարիքն ալ կա եւ այս կնշանակե թե մենք միշտ կորձ ունենք գնելիք սորվել եւ սորվեցնել ասոր մեջը երբ որ թերանանք եկեղեցին կսկսի թերի տեղեր ունենալ ուրեմն մեկը թող չսե որ ես վերջացել եմ անելիք չունիմ միան գաղութեմ միան ատկրնամանել ոչ ամենք սալ կորձ ունենք գնելիք մինչև մեր վերջին շունչը դեր դարվոր ամենք սալ հավատարիմ գտնվենք մինչև վերջը որտեվ հավատարիմ գտնվողները
հadouk պսակ մունին, որ դերը պիտի դա անոնց երբ երկինքը Քրիստոսի կային արջև գանինք եւ ամեն մեկս հաշիվ տանք մեր կորձերուն համար, որ այս երկրի վրա կատարեցինք։ Տեր օրհնե բոլորիդ։